Ժորջան, սենց ասենք, երկու բառով, եթե թողեն խոսեմ, մեր աղբերները, մենք զրուցեցինք աշխատակիցների հետ, ոստիկանության, Արմեն Կարապետյան, Ձկնաբույսների միության վարչության անդամ եմ, Մաքսվիշ տնօրենը, կազմակերպության Մաքսվիշի հիմնադիր տնօրենն եմ, մենք հիմա ոստիկանները ասում են հանդիպենք Նազարյանի հետ, որին չենք ճանաչում, ինչ-որ նամակագրական, անցած անգամ ջրերի հետ որ խնդիրներ կար, մենք հանդիպումներից ոչ մի բան չհասկանալով մոտեցանք, որ ասացին եկեք նամակ գրեք, իրանց մոտից սուտ չասեմ 30 հատ նամակ հանեցինք, որը գրել ենք 8 ամսվա ընթացքում, որը որ չէր բացվել։ 8 ամիս նամակ գրես, մեկը չբացի նայի։ Հիմա ուզում են տանեն էլի նամակ գրենք այնտեղ։ Մենք համաձայն չենք։ Այդ հանդիպում ինչու չի կայանում, ինչու ձեզ չի ընդունում, որովհետև ձեր տեղեկություն չունի, երևի գիտի քիչ ենք հարկ վճարել, 70 միլիարդը քիչ է, դե երևի տրիլիոններով հարկ վճարենք, որ բանի տեղ դնեն իշնեն, կամ էլ ես չգիտեմ, բարեկամ պետքա լինենք։ Որոշած ամեն ինչ իր հունով գնում է, մի քանի օր ստեղ կլինենք, հետո կգնանք այն ճանապարհով, որով գնում է ամբողջ ազգը։ Եվրոպայում ինչ են անում, Ժորժ ջան։ Եվրոպայում ժիլետները, որ հագնում են Ֆրանսիայում, ինչ են անում։ Մենք ավտո չենք վառի հաստատ, բայց փողոցները կփակենք։ Մենք մի օր չենք մնալու, հարազատ։ Մի օր չենք մնալու ստեղ։ Պալատկաներ ունենք, ամեն ինչ ունենք։ Նստացույցի ենք անցնելու, բա որ իմ տունը քանդվում է, իմ երեխային չեմ պատրաստում $5 միլիոն պարտ տողամ։ Որով եկել եմ մի քանի միլիոնով, հիմա մի քանի միլիոնը կորցրել եմ, մի հատ էլ երեխուս եմ մի քանի միլիոն պարտ կարել, դոլարի մասն է խոսքը, խնդրում եմ հասկանալ։ Իմ երեխան 300,000 աշխատավարձ ստամ, չի կարա փակի այդ պարտքերը, վարձով մնա, մի հատ էլ մինչև չընդունեմ, մենք ստեղ ենք լինելու, 2 օր առաջ հոկտեմբերան են փակել փողոցները, 3 ոնց որ, եթե չեմ սխալվում, Արարատ են փակել, պամիդորի հետ կապված, երասխ են փակել, հիմա մենք չենք ուզում մեր ժողովրդին վերջը նեղություն տանք, մեկը երեխային է բերում դասի, մեկը գնում է հիվանդանոց, խի փակենք, հələ որ, բայց արդեն, չգիտեմ, խի գազեր են հավաքում, իրանք զգում են, որ 3 ամիս խաբել են, արդեն մարդկանց մոտ սենց, պրոստը երևի ասում են դե լավ, հələ քանի դիմանում են մի օր էլ ձգենք, հա, բայց 3 ամիս չեն կարող, 3 ամիս ձգել ենք։ Կներեք, էկոնոմիկայի նախարարի հետ երբ հանդիպել եք, նա ձեզ ինչ է ասել, ինչ դժգոհություններ ունեք այդ հանդիպումից։ Բոլորը իրենք փոխանցվել է, աշխատել ենք, իրանք ասեն կարող ենք սա անել, ձեզ սա անել, ասեն չէ, այն մյուսը պետք չի։ Մեզ տվեք գոյատևման, մենք հասկանանք, որտեղ դա մեզ շուկա չի։ Դա խաբություն է, որ մենք չենք հավատում հեքիաթների։ Ասեն լավ, այս մեկն էլ թող լինի։ Խի չեք ուզում այս մեկն էլ լինի։ Մեզ կոշիկ է պետք, գլխակը Չէ, գլխակն էլ ենք անում, ինչ վատ է, բայց կոշիկը չտվի, խաբեցին, հետո ասին գլխակն են։ Հիմա նույն բանն են անում, ասում են գնացեք Նազարյանի հետ հանդիպեք, Նազարյանով է ոչ մեկ չգիտի։ Եթե ձեզ ասեն մի քիչ էլ սպասեք, թե Ոչ, որ կարողանանք սպասենք, վաղը կհավաքվենք, Ժորժ ջան։ Վաղը կհանդիպենք։ Մենք վաղը կհանդիպենք, եթե կարենանք։ Էլ չենք կարող սպասենք, Ժորժ ջան։ Հիմա եթե գումարը եկել է, խնդիրը ինչու՞մն է, որ չեն տալի ձգնաբույսը։ Այդ հարցին ենք ուզում պատասխան ստանանք, իրանք չեն բարեհաճում, մեզ մարդատեղ չեն դնում, որ իշտեն, բայց ոչինչ, օրերի ընթացքում կհասկանան, որ Հիմա ինչ որոշում ունեք։ Որոշումներ չեմ կարող ասել։ Ունենք մի ամսվա գրած ամեն օրվա որոշում ունենք։ Մենք մի ամիս համբերատար, եթե իրանք տաքացնում են, մենք էլ ենք տաքացնում։ Մի ամիս գծած այս վարչությունը հենց այնպես չի ստեղծված, այս մարդիկ իրար հետ 30 տարվա ոնց ասեմ, հարևաններ են, բարեկամներ են։ Այստեղ կողքից մարդ չկա։ Էլի նամակ եք պատրաստում։ Չէ, մենք նամակ չենք պատրաստում, մենք եթե կանել են 30, 40, 50 տարեկան տղամարդը, որ կանում են աշխարհի մեջ սուտ է խոսում, ինչ նամակ գրես այդ մարդ։ Արեք Ալիևին նամակ գրենք, կարող Արցախը հետ տա։ Գրենք Ժորժ ջան։ Մենք գրակ այդ ձևով գրենք, խնդրում եմ էլի, այնտեղ այնպես երկար ենք ապրում 5000 տարի է էլի, արեք գրենք։ Նամակ չկա գրելու, մենք ուզում ենք հասկանանք, փող են տվել, խաբել են թե չեն խաբել։ Եթե տվել են, ուրա։ Դե չեն թողում, բրդում են արել։ Եկեք դուք Հարապետյան Արմեն։ տեսախցիկները դերել։ Ձկնաբույսների միության վարչության անդամ եմ, Մաքսվիշ ընկերության տնօրեն, հիմնադիր տնօրենը։ Սաղկյանքս պատմեմ Ժորժ ջան։ 30 տարի ապրել եմ դրսում, քրտնել, աշխատել, 2 տարի Գերմանիա, 30 տարի Մոսկվա։ Երեխաներից հավաքել եմ, եկել եմ դրսի շուկային ամբողջ աշխարհում ծանոթ։
Դա է ձեզ հիմքեր տվել, որ չեք կարող արտահանել Եվրոպա։ Հարազատ, ես գները գիտեմ։ Ուրեմն կերը Եվրոպայի մարժի 1 եվրո, մեզ մոտ արժի 2 եվրո։ Ձկան ինքնարժեքը 80-90%-ը կազմում է կերը։ Հիմա եթե իրենց մոտ դա է ժանա, տանում հասցնում ես 1500 դրամ նստում, 2000 եմ ծախում։ Ես մեծածախի մասն եմ խոսում։ Մեկը չգնա խանութում, կարող եմ հերթով գները ցտալ խանութի, օգտվի Գերմանիայում, Լոնդոնում, որ քաղաքն եք ուզում, ասեք այդ քաղաքի գները ձեզ հիմա ցույց տամ։ Եղբայրս 800 աշխատակից ունեն Գերմանիայում։ Բոլոր երկրներում մերը թանկալի։ Մերը չի խոսում ոչ մի ձևի։ Մերը խոսում է հետ սովետական երկրներում, որովհետև մեզ մոտ տենց է։ Մենք կարող ենք ծախել Ղազախստան, ես իմ Ադրբեջան, մենք կարող ենք ծախել, ես իմ Վրաստան, Բելարուսիա, Ռուսաստան, ուրիշ տեղ մենք գնով չենք հասնում։ Ուղղակի չի ստացվում, Ժորժա, մենք էլ ենք ինչ տարբերություն իմ համար որտե ծախեմ։ Երթում չենք կերել, ոչ աշխատակից ենք, ես իմ սպեցլուժբեկի ուրիշ երկրների, որ երթում ենք կերել մեր երեխեքի մոտ, որ պետք է այս անենք, այն անենք։ Մենք եկել ենք մեր երկիրը, ծաղկացնենք, աշխատատեղերը բացել ենք, հիմա փակում են, ուզում ենք հասկանանք խեն փակում։ Դուք հաջորդիվ ինչ եք պատրաստվում անելու։ Չեմ ասելու։ Որովհետև մենակ չեմ, որ դա ուզենանք անելու, արդեն վարչություն կա, երեխեք ջան, 7-8 հոգի մարդ է մտնում էջը, նախագահ ունենք, բոլորը որոշված ծեսխի, հիմա տակտիկան ասեմ, տեխնիկան ասեմ, ինչ ենք անելու, չեմ ասելու, բայց որոշված է, հաստատ վստահ եղեք ամեն ինչ օրերով, մի ամիս 30 օր գծած է ինչ ենք անելու։ 30 օր արուն ենք խմելու, ոնց որ մեզանից են խմում 3 ամիս, մենք արուն ենք խմելու, այսինքն հոգնածնելու ենք, միջև հասկանան, որ ցած ձգելով չի։ Ձգելով իշքան, հիմա ստեղ այսքան 1000 հոգի մարդ հավաքած։ Ստեղ երեխաներ կան կայլեսկով երեխեքով եկել են, ստեղ աշխատակիցներ այնի, մեկը չի բարեհա, չեմ էլ երկու բառ խոսում։ Լրիվ անասունի տեղ են դրել մեզի, չեմ Մի հասկանում։ ժամից ավել է այստեղ եք, ոչ մի արձագանք։ Դու մենք մի ամիս էլ ենք ստեղ լինելու, թող հանգիստ լինեն։ Եթե իրաց թվում է մեզնից համբերատարեն, Կլսեք, մի ժամից ավել է այստեղ եք, ոչ մեկ ձեզ ոչինչ չի ասել։ մոտեկցել են միլիցիայի աշխատակիցները, ասել են մենք սենց ենք ուզում Նազարյանի հետ հանդիպեք։ Հա, մենք էլ ասել ենք, մենք չենք ուզում գնանք Հրազդան։ Ինչ գործ ունենք Հրազդանի Նազարյանի հետ։ Մենք եկել ենք կոնկրետ, ով որ հարց կարող է լուծել, գոնե։ Տեղն ենք հասկացում, որ այս երկրում երկրորդ մարդ կա հարց լուծել։ Ես հիմա եսի կարող եմ երևի շորբուլակ, չգիտեմ որտեղից։ Ում են։ Ես այդ ազգանուն առաջ անգամ եմ լսում։ Կներեք, Ես էկոնոմիկայի նախարարի ազգանունը չի բռնում, փող վարչապետի անունը չի բռնում, ով հարց լուծող է, ոչ մեկի անունը չի բռնում այդ ազգանունը չի բռնում այդ մարդու հետ, ում հետ ուզում են հանդիպեն։ Վարչությունը որոշում է կայացել, որ այդ մարդու հետ հանդիպում չի կարող լինել, որովհետև մենք գոնե նրա համար 8 ամիս նամակ գրենք, այդ մարդը նամակը չբացի։ Այդ մարդու հետ դուք կգնաք հանդիպելու, ձեզ եմ հարցնում։ Եթե 8 ամիս հազարավոր աշխատավեր, կեսի կեսն աստեղ, որովհետև տնտեսությունը պետք է աշխատի։ Դի մակրվի շանդուրկաները, ընդ հարցեր կա, այրատները չաշխատի, միլիոնավոր վնասներ են, հենց մի րոպեվա մեջ կկրենք, դրա համար սա կեսի կեսն է աշխատակիցների։ Հիմա եթե այդ մարդուն 8 ամիս նամակ են գրել, մի արկղ, ցելի արկղ նամակ են գրել, չի բացվել։ Մենք ջրերի հետ կապված մտել ենք ներս, ասել են մի հատ եկեք նամակ գրեք, ասենք արեք ձեզ ցույց տանք նամակը։ Հանը դրել ենք իրանց դեմը, զարմացած գոնե թափեն։ Դա վերջին 8 ամսում։ Այն հավաքի ժամանակ եղել, այս անգամ չէ։ Հիմա մեկ էլ չունենք։ Երրորդ անգամ նույն մարդու մոտ կգնաս որ խափիկ ես։ Չեմ գնա։ Հաշվարկել եք այս 3 ամսվա ընթացքում օրինակ ինչքան վնաս եք կրել։ Վնասների Մեծ թվեր է երեխեք, շատ մեծ թվեր։ Ես արդեն այս 80 օրվա մեջ 2 միլիարդ դրամ վարկ եմ արել։ Սանց չվերացեմ, որտեղ մի քիչ ռուբլիով, մի քիչ եվրոյով, մի քիչ դոլարով միջինացված 2 միլիարդ վարկ եմ արել, որը չեմ պատրաստվում երեխային թողել, որը 300,000 դրամ աշխատավարձ է ստանում։ Համալսարանում դաս է տալու։ Շնորհակալ։ Հողը բերել են, թե չեմ բերել։ Մեկ ասում տվել են, մեկ ասում չեն տվել։ 55 Էսի լյովի համար դա։ Լյովը ձեր մոտ աշխատում, ուր է լյովը։ Նոր իր ավարն եք։ Միան ձերան հասկանում։ Լյովը բռնվա։ Բայց նոր իր հավատել եք։
WhatsApp-կա դրա համար։ Ամերիկա եմ անել, այդտեղ կարող եմ ասել, երկու տոննա ամսական անել Արտանում ցել երկու բառ ասեմ, Ժորժ ջան։ Ես մի քանի տարի Ամերիկա եմ արտահանել, համ ձկնկիթ եմ, մի քիչ էլ գանք։ Ուրեմն մի քանի տարի Ամերիկա ենք արտահանել, փորձել ենք ամեն դեպքում, ուրեմն 3 տարվա մեջ ինքնաթիռով 2 տոննա ենք հասցրել ու 3 տարի այդ 2 տոննա չի դարել, 2 տոննա 1 կիլոգրամ, ամսեկանի մասնախոսքը։ Ամսեկանի մասնախոսքը 3 տարի ամեն ամիս տարել ենք ինքնաթիռներով 2 տոննա, չեն կարողացել սարքենք այդ 3 տարվա մեջ գոնե 2.5 տոննա, այդ սա Այսինքն հեքիաթներ է։ Չէ, որովհետև մեր գնորդը դա հայ ոնց ասեմ, աշխատողներն են, հայ ապրողներն են ընտեղի, էմիգրանտներն են, այո, հայ համայնքն է, հայկական խանութներով առել են ուրիշ տեղեր, փորձել ենք, ռեզուլտատ չկա, որ 3 տարի ես պարզ ասում եմ, եթե մենք 70 տոննա օրը արտադրում ենք ձկնաբույսներով, ամիսը 2 տոննան դուք պատկերացնում եք ինչ է։ Մենք 2500 տոննա արտադրենք 2000 անգամ պակաս մերինից արտանք ու 3-5 տարի աշխատանք ենք դրա համար եմ ասում մենք Ռուսաստանի վրա 30 տարի 20 տարի աշխատել ենք 25 տարի ես եմ աշխատել ես 25 տարի ինչ որ մի սպորտ եմ գնացել կամ ջութակ եմ գնացել հիմա ինձ եկել են ասում են մի օրվա մեջ փոխի ես իմ գլուխ կոնզիտուր չեմ կարող 25 տարին Ժորժ ջան դա տենց ասում ենք դա մեծ սրոք է դա մեծ կյանք այդ 25 տարին, որ մենք դրել ենք։ Ասում են մի օր պիտի սկսեք, չէ։ Մի օր սկսենք, բայց 25 տարի է պետք որ դառնանք այդ քանակների վաճառող ընդ։ Ոնց որ ստեղ են 25 տարում հասել։ Մենք չեմ կարող 2 օր ջութակի գնալ այսին աշխարհը զարմացնել։ 2 օրում կարա մարդը գնա։ Համապատումներ է կիրառում, ինչ է առաջարկում։ Ռուսաստանը։ Հա։ Ահա։ Հիմա Եվրոպան առաջարկել է օգնի։ Ստացվում է մի դուրը Առաջարկել է օգնի։ Առաջարկել է, ինչով է օգնել։ 0 3 ամիսա մեռնում ենք 0 Ժորժ ջան թող ասեն մեկին 100 դրամ փող ասեն ես ասում եմ տվեք մեզի թեկուզ չեմ ասում պարտքով տվեք ես իմ ձրի տվեք վարկով տվեք ես էլ գույք չունեմ 36 հատ գույքին նա դրած պլյուս սա ազգու տակին նա դրած ասում եմ ես այսօր գույք չունեմ բանկում դնեմ գոնե բերում եք Եվրոպայից փողը մեզ տվեք տոկոսով ձգենք մի ամիս էլ համար է ոչ թե վարկ տալու այդպես են ասում ես Իրանք են որոշում։ Հիմա որ դուք աշխատավարձ եք ստանում, բերում եք ձեր տուն, ձեզի ձեր աշխատանքը տվողը ասում է, այս փողը անպայման կոշիկ կառնես, կամ երեխային կատ կամ դուք եք չէ որոշում։ Հիմա իրանց տվել են, իրանք էլ պետքա տեսնեն ում գլուխն է ցավում, ում կոշիկ չունի։ Տենց է թե չէ երկիրը աշխատում։ Դե ուրեմն մենք չգիտեմ, ուրեմն պետք է տեղափոխվենք, ոնց որ ապրել ենք աշխարհում եք, ելի պետքա ծրվենք աշխարհում եք։ Եթե մեր երկրում անելու բան չունենք, ես ասում եմ, ես տեղափոխվել եմ ստե 30 տարուց ավել դուրս ապրելուց հետո իմ սանիկներն եմ համոզել մեր երկիրը լավն է տեղափոխվել են ամեն մեկը 3 տարի տեղափոխվել եք ռուբլովկի վրա սեփական տներով մարդիկ ապրում են մեջքի վրա հիմա փաստորեն դուրս է գալի խափել են մեր երկիրը այդքան էլ լավ չի որովհետև ապրում են Երևանում Հիմա կներեք էլի որքան է ձուկ արտադրվում դուք դա Օրը 70 տոննա ձուկ են արտադրում այդ ձկնաբույսները բոլորը միասին Ինչ ենք անում Միջև այսօր կերուն ենք տալիս ենք այսօրվանից մինուս են գնալու այդ թվերը Ինչ որ չափով ներքին շուկայում Մենք մի քանի օր առաջ էլ մեր լրատվամիջոցների հետ մեր երկու հատ հանդիպում ա եղել Սաղս ասել ենք, մեկը 7 օրվա կերունի, մեկը 5 օրվա, դաժե այդքան պարտկանելուց հետո։ Կներեք, ներքին շուկայում որոշ չափով ձեր արտադրած ձուկը իրացվում Ես այս շուկայում չեմ արտադրում, եկավ ավելի ցավալի մասը, էդ էլ ասեմ երկու բառով, որովհետև խոշորները իրավունք չունեն ներսում վաճառեն, որովհետև 100 տնտեսություն կարող է փակվի 3 հոգու սխալ աշխատանքի միջոցով։ Երեք որ նախարարը գնացել էր հանդիպման, այդ տնտեսությունը
խոշորների մեջ է մտնում ու եկել է 30 լիտրանոց տնտեսություններ կոնկուրենցիա մտել է ներս սաղին սպանում է, այդտեղ է գնացել նկարվում, այդ ձեր երազած տղեն, հա։ Ու հիմա այդ մարդիկ ստեղ չկան, որտեվ իրանք ջուրել չեն փակել 30%-ը, որ փակել ենք բոլորս, այս միասին նայել ենք իրար աշկերի մեջ, իրանք չեն փակել։ Հիմա իրանք աջակցություն են ստանալու։ Մեզի բա միջև դա ուրիշ կառավարություն էլ է եղել, ու 40 տարի Նիկոլ Փաշինյանը չի եղել։ Մեզ ասել են 30% պետքա ջուրը փակեք, որովհետև խնայողություն։ Էլ եմ շեշտում անձրևաջրերի մասն է խոսքը, այդ արտիզյան, որ ասում ենք, դա ձնահալքից գնում է, հավաքվում է, ինչ որտեղ գալիս է վերևը գետերի տեսքով, տակը ջրավազան ունենք, հավաքվում է, ասել են պետքա խնայվի, 30% բոլորս փակել ենք, բացի 1-2 տենց շատ շուստրի ձկնաբույսներից, 1-2-ի մասն է խոսքը։ Հիմա այսօր եկել է հասել է մի հատ տեղ, մի հատ էլ են ասում 40 պետքա փակել։ Պարոն Կարապետյան։ Ես ոնց եմ փակում, եթե իմ ձուկը ուռել է, եթե դուք ժամ եք դրել, ժամով, լիտրով այսքան պետքա պահես։ Հիմա ուռել է ձուկը բոլորի մոտ։ Ոնց եմ փակում։ Հաստատի Դե ոնց որ ձեզ տարակացնեմ։ ուզում ընդունել, որն է լինելու ձեր հաջորդ քայլը, սպասել, գնալ, հետո գալ, ինչ։ Հարազատ մենք մի ամիս գծած ունենք։ Մենք համբերատար։ Այսօր չեմ կարող ասել, որովհետև դա պետքական վարչությունով ասենք։ Տենց է պայմանավորությունը, խնդրում եմ։ Չէ, նկատի ունեմ հիմա այստեղ սպասում եք, թե գնաք։ Մենք այստեղ կարող ենք 1 շաբաթ սպասենք։ 1 շաբաթ իրար փոխարինելով մեկը կգնա, մյուսը կգա, ոչինչ։ Մենք այսքանը չենք, շատ ենք, ինչ որ կես ընդեղ են հանգստանում, մեկը աշխատում է, ոնց է բանակում, որ կառաուլ են կանգնում, մեկը կանգնում է, մեկը հանգստանում է, մեկը պատրաստ է վազի օգնի, այդպես մենք համբերատար մի շաբաթ կսպասենք։ Այո, ոչ պակաս։ Հիմա կեսը ասեմ, այստեղ մի 10 հոգի մարդ մենակ իմ աշխատակիցներից են սահմանից իջել։ 25 օրով սահմանել են ձկնաբույսները պահում, հասկացան։ Էլ ինչ անենք, մի հատ էլ ֆանար կապեք, գիշերը վարանենք։